Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Հարաճիգա օրերուն ավարտելով մեծ պահոց շրջանը, որ տարածված է 6 շաբաթի վրա, կհասնենք նաեւ դերունական աղոթքի բացատրության վերջավորության եւ գսենք. մի դանիրս մեզ ի փոխություն, այլ փրկյա ի չարե, թույլ մի դար, որ փոխության մեջ ինանք, այլ մեզ չարեն փրկե։ Ի հարաճակունե խոստովանիմ, որ աղոթքին ամենադժվար բաժինն է ասիկա, ոչ միայն մեր հասկացողության համար, այլ նաև Սուրբ Գրքի մեջ գտնվող անօրդարբեր մեկնություններուն պատճառով։ Ուստի նախ ծանոթանանք անոնց մեկ քանիին։ Հոբի Գրքի մեջ կգարտանք, թե Աստուծո մոտ եւ Սատանան կասկածի տակ կառնե Հոբի հավատարմությունը, դերը իրեն գսե։ Իր ամբողջ ունեցածը քու իշխանությանը տակ է, բայց ձեր չգարես անոր վրա։ Հակոբոս առաքյալ գսե. Աստված որը մեկը չի փոխցել, ամեն ոք իր չար ըսկացումներեն կփոխցվի։ Իսկ Պողոս եւ Պետրոս առաքյալները ավելի թկական մոդեցում կցուցաբերեն այս մասին, որում պիտի անդրադառնանք ստորև։ Այս քանդակին վկայություններուն ծանոթանալի ետքը ուզեմ այս նյութը քննարկել անոր փոխսարականոց մեջ են, որ մեզի համար փոխսության ենթարկվեցավ եւ բոլոր թարերու մարդկության համար հանդիսացավ կատարյալ օրինակ թիմակալելու ամեն փոխսություն։ Մատթեոս Ավետարանիչ կպատմե, թե Քրիստոս իր երկրավոր առաքելության սկիզբը Սուրբ Հոգին կողմէ տարվեցավ անապատ Սատանային փոխցվելու համար։ Իսկ Հովհաննես Ավետարանիչ կպատմե, թե Աստուծո Սուրբ Քարնուկը նախքան խաչի վրա իր արյունը թափելը մարդկային մեր դգարության տակնապելով Գեթսեմանի բարձի մեջ աղոթեց ու ասավ. Հայրին, եթե կարելի է այս բաժակը հեռացու ինձ մե, բայց ոչ թե ինչպես որ ես կուզեմ, այլ ինչպես որ դու կուզես։ Փոխսությունը որքանալ թեթև կամ ծանրագշիրը լա, մշտական ներկայություն է մարդկության կյանքի մեջ։ Դրախտեն մինչև նոր երկրի եւ նոր երկրի ստեղծումը, որում մասին կգարտանք հայտնության գրքի մեջ։ Մանուկիմը Գաղանթակի չմոդենալու իր մոր հրանքին անհզարանտ գտնվել են մինչև քիրակույն աստիճանի թավաճանությունը։ Համենայնպես բոլոր բարակերուննալ հասարակած երկու աստակներ արագային, արտաքին եւ ներքին։ Առաջինը ինչ որ աշխարհը գրանցնե մեզի, իսկ երկրորդը մեր ազատ կամքը, որ գտնա դերի տալ կամ մերժել արտաքին այդ պատճառը։ Աստուծո բարեսեր նախախնամությամբ եւ բարի կամքով երբ չեզոքացնենք արտաքին թրթապատճառը, ի նպաստ մեզի է, մինչ եթե դերի տանալով եւ թագակտվենք սատանային խապկանքներեն, հաղթած կլանք մեր անկումին ու գողուստին ճանապարհը։ Ինչպես Հակոբոս առաքյալ գսե, Աստված մեզի փոխսության չարաշտոքթեր։ Բայց նույնիսկ եթե թույլ տա, որ փոխսվենք, կամ սատանային հաղթելու համար է Քրիստոսի նման, կամ հոբին պես, որ աներևակայելի տարաբանքներու մեջ են անցնելով զորավոր մնաց եւ թաքսյալ հաղթելով փոխսության ավելիով օգնվեցավ, եւ կամ Պետրոս առաքյալի նման իր ուրացումի փոխսությամբ իր եսը խոնարհեցուց։ Այս մասին Պողոս առաքյալը գսե. Գիտենք, որ նեղությունները մեզ համբերություն կտան, համբերությունը դողունություն։ Իսկ Պետրոս առաքյալ կվկայե եւ գսե. Ուրախացեք այդ փրկությամբ, նույնիսկ եթե հարգանքապար քիչ մը սկմտած եք հիմա, ձեր գրած բեսպես փոխություններուն համար, այդպիսով փոխված ձեր հավատքը շատ ավելի թանկագին է, քան գորստական ոսկին, որ գրագի մեջ կփոխվի, որուն համար ալ երբ Հիսուս Քրիստոս հայտնվի, պիտի փոխվի ձեզ եւ փառքի ու բադիվի արժանացնի։ Փոխությունները անբաժան մաս կկազմեն մեր ֆիզիկական, մտային եւ հոգեկան տագնապներուն եւ վերիվայրումներուն։ Եվ անգարելի է խուսափիլ ու զես մնալ անոնց մե։ Մեծակույն փոխությունը սակայն այն է,
թե մեր նախահոր Աթամին նման անհզանած կգտնվի խորգամքին, թե երկրորդ Աթամին Քրիստոսի նման գհնազանդին Աստուծո կամքին։ Անապատի մեջ օձյալ և հոր Աստուծո սիրեցյալ միածին որդին բացարձակապես հաղթահարեց փորձության։ Իսկ Գեթսեմանի մեջ մեր Տերը և մեր բնությամբ մեր եղբայրը Հիսուս Քրիստոս մարդկային մեր փխրուն բնությունը ցուցաբերելով հանդերձ որպես Աստուծո հնազանդ որդին մահվան գնով հաղթահարեց փորձության, ապահովելով մարդկության փրկությունը։ Տերունական աղոթքի այս խնդրանքը ըստ էության հասկանալ է ետք, որ խորքի մեջը իր խորոց սրտի աղաչանք է, քաչ գտնալով մեր բնության դգարությունը։ Հետևաբար, երբեք չվարանիք Դավիթ մարգարեի նույնանման աղաչանքով ներկայանալու Աստուծո, որ գսե. Քեզի վստահած եմ, ով իմ Աստվածս, թող ամոթով չմնամ, թող թշնամիներս չխնդան իմ վրաս։ Այս հասկացողությամբ մի տան մեզի փորձությունը գտարնա ոչ թե դգարության աղաղակ, այլ վստահության քայլեր հավատքի և հույսի։